Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ինչպես բազմիցս մեր եթերների ժամանակ խոսել ենք, այս ամառը հագեցած է մեծ համերգներով։ Մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան եւ հանդես գալիս շատ սպասված համերգներով եւ այսօրվա մեր հյուրի համերգը իհարկե տեղի կունենա հունիսի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Իսկ թե ում մասին է խոսքը կիմանանք հենց հիմա։ Այո, իհարկե Ավրահամ Ռուսոյի մասին է խոսքը, ով վաղուց արդեն հյուր չէ մեզ համար, այլ մեզ շատ հարազատ եւ լավ ընկեր է։ Բարի առավոտ, Ավրահամ։ Բարի առավոտ, բարի լույս, շատ լավ, միշտ լավ։ Շատ լավ, ստաբիլն լավ։ Ստաբիլն է։ Չի փոխում։ Մեր ժամանակներում դա հնարավոր է։ Այո։ Այո։ Ավրահամ վերջին Երևանում ամեն ինչ հնարավոր է։ Լավ եմ ասում։ Ընտիր։ Չամով հոդերը գան։ Այո, այսօր Ամով հոդով էստեղ է եղել։ Ադրին հատուկ քեզ համար է պատրաստ։ Որտեղացի եք դուք։ Իրարահայում ես։ Դուք ալ իջ ունեք այնտեղ։ Այո։ Նման մի բան։ Այնպես որ հատուկ եթերից հետո հյուրասիրելու ենք։ Անպայման, շնորհակալ։ Ավրահամ, վերջին անգամ երբ մեզ մոտ հյուր էիր, մենք այսպես հեռակա խոսեցինք նաև ամառվա սպասվող համերգի մասին։ Եկավ հասավ օրն արդեն, հունիսի 18-ին։ Մեծ համերգ։ Այո, մեծ համերգ։ Խոսենք ինչ է լինելու, ինչ ծրագիր է պատրաստված։ Հիմա լիքը նոր երգեր ունեմ, անշուշտ են երգերը, որ հանրաճանաչված են, անպայման, փախուս չկա այն երգերից, անպայման, բայց վերանորոգեցի բոլոր արանժիրովկաները, այսինքն կազմակերպությունը բոլորովին ուրիշ նոր վիդեո, ոնց որ ռուսերենով ասեն վիդեո ռյադ, լիքը գործ, մեծ գործ են կարել ես համերգի համար, այսինքն պեմի վրա մոտավորապես 15 հատ մուզիկանտներով եւ այլն, պատրաստությունը շատ կազմ ու ասենք կդրուկ իբրև հյուր Արման Հովանեսյանը այն օրը գալիս է։ Գալու է, վաու։ Ունեք միասին զուգերգ եւ այդ երկու հատ զուգերգ, դուետներ եւ անունը առանց ասելու մի հատ նոր երգչուհի հետ նոր դուետ ունեմ հայերեն։ Շատ սիրուն երգ է, բարի երգ, ինքան դուրս է եկել եւ 3 եմ արձանագրել երգը, հավատա ինձ։ Շատ սիրուն երգ է ասենց։ Եվս խաղությանս դերաջեսցու ընկալ գեցո եւ ողորմիա։ Անպայման հրավիրում եմ։ Սիրով, իհարկե։ Ավրահամ, վերջին շրջանում նաև այստեղ մենք մասնակցեցինք քո գրքի շնորհանդեսին։ Այո։ Ուզում եմ հասկանալ դրանից հետո նոր ինչ-որ բաներ մտքեր կան, որոնք արդեն թղթին ես հանձնել, թե մի քիչ հանգիստ է այդ։ Չէ, կան։ Ուրեմն զանազան քիրքերը, որ ես դու բոլոր քիրքերը ունես արդեն իմանուս, իրենք հadouk ուղղությամբ քիրքեր են, այսինքն աստվածաբանական, բժշկական, տրադիցիոնալ ոնց որ գասեն, էկզորսիզմի վրա այս սատանայի հետ են բայկարել հadouk են եւ հիմա քիրք ուզում եմ գրել բիոգրաֆիչսկայ, այսինքն գենցաղի եւ Իմ մասին մի քիչ գրել էինք 70 էջ առաջի քիրքի մեջ գա, բայց լայնորեն ընդարձակեցենք բոլորովին շատ լիքը քաղաքնիկներով, որոնք լիքը մարդիկ ոչ միայն Հայաստան, այլ առաջվա սովետի բոլոր են երկիրները, որ հետաքրքրված են, այն փորձանքներ են, որ անցա ինչ որ այլևս առանց քաղաքնիկ բահելու անուններով քրքին մեջ, այսինքն ճշմարտությունը Էդենց քիրք մլինի, որ ոչ թե միայն գարտաս ամարտը ծնվել այնտեղ, ապրել այստեղ, գիտես, հետաքրքիր չէ, պետք է հետաքրքրությունը այն է, որ կյանքի գենցաղը, այսինքն ասպերի բարձ կյանք չէ։ Իձնե, որ մենք հայրս, որ Թուրքիա ծնվել է, փոխադրվավ ինքը Սիրիա, հիմա բոլորը ասում են, որ այս չարթը եղել է, չէ եղել, եթե որ այս չարթը չէ, դեղի չէ ունեցել, Ես ինչու Սիրիա եմ ծնվել։ Մենք Բիզանտիո հայեր էինք։ Են մեր հողերն էին։ Խի ես Սիրիա ծնվեցի։ Ինձ մեկի չհարցրեց, դու ուզում ես այնտեղ ծնվի կամ այստեղ ծնվի։ Որ ինձ ասեցինք, թե Երևան ծնվի, օրինակ, ասա։ Կապ չունի։ Դրա համար այս իրականությունները բոլորովին հարաբերություններս շատ քաղաքնիկներ, որոնք մինչև այսօր չէինք խոսած։ Ես արդեն անամբեր սպասում եմ այդ գրքին։ Անպայման դու այնտեղ միասին ենք։ Անպայման։ Շատ լավ, մինչև համերգը դեռ 2 օր կա, ինչ զբաղվածություն ունեք, միայն փորձերով է անցնելու օրերը, թե ինչ-որ հետաքրքիր բաներ ունեք ծրագրավորած։ Փորձերը շատ կարևոր են։ Այսօր իսկ գալիս են մասը Մոսկվայից,
Էստեղի մուզիկանտները, որ էստեղից մի բան ասեմ, սեպտեմբերի մեջ ես եվրոպական տուրնե ունեմ, Ֆրանսիա, Իսպանիան գոմերը, գիտեք ինչ արեցի հիմա, Մոսկվայում ես իմ խումբս ունեմ, նվագիչները եւ այլն, մի հատ էստեղ լավ էսենց խումբ սարքեցի, նվագիչներով, պատրաստ, գազմ պատրաստ, ուզում եմ էստեղից այլևս Եվրոպա հետս միասին կան, էստեղից շատ քաղաքներ կան Ռուսիո մեջ, որը հարմար է էստեղից, Սոչի գողմերը, Մինվոդը ոնց որ գասեն, ուզում եմ ավելի պրոդուկտիվն ասում գասեն Հայաստանի ինտեգրացիա, ինչպես կսեն, հայերենով ինչ կսեն ինտեգրացիա, դու լավ գիտես հայերեն։ Ներգրավել, ինտեգրացիան հենց օգտագործում ենք նաև մեր լեզվում։ Ամեն դեպքում Ավրահամ ջան, եթե պետք լինի համերգները վարել Եվրոպայում, խնդիր չկա, մենք պատրաստ ենք։ Շատ լավ, ես համոզված եմ, որ նաև հետաքրքիր անակնկալներ կլինեն համերգի ընթացքում։ Շատ։ Ծրագիրը քանի ժամ է տևելու։ Ինձ հիմա այդպես բան գիտես ոնց կոնտակտը ժողովրդին հետ կարող է 2 ժամ լինի, կարող է 2-ից, ինձ թվում է 2-ից 2.5 ժամ։ Մարդես, գիտես, կարող է երկարի, ցկցկվի, Ավրահամ, վերջին համերգը փոքրիկ որ եղավ, հա, այսպես տետատետ հանդիպումը, ես զարմացած հետևում էի քեզ, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել, թե ոնց է արտիստը աշխատում բեմի վրա։ Նույնիսկ այդ փոքր դահլիճում, որ եղավ այսպես փոքրիկ հանդիպում, այո, մյուզիկոլում, դու մաքսիմալ աշխատում ես եւ մաքսիմալ այդ համերգային մեծ համերգի տպավորություններ ստեղծվում։ Հա, ամեն անգամ բեմ բարձրանալուց դու մոռանում ես տարածության մասին, մոռանում ես ժամանակի մասին եւ միայն կենտրոնանում ես քո աշխատանքի վրա։ Ինչ է սա քեզ համար, ինչի մասին ես այդ պահին դու մտքերդ ուր որտեղ են լինում։ Շատ ավոր հարցում է, գիտես ki, մեկը չարցել է sense հարցում։ Ճիշտ է ասում։ Профессионал, надо иметь профессиональный взгляд, այսինքն նայվածք պետք է։ Ուրեմն, ես որտեղից սովորել եմ, գիտես, դպրոցը մեծ է կյանքի։ 16 տարեկան որ սկսա երկելու, աշխատում էի զանազան ռեստորաններում եւ այլն։ 90-ականի սկիզբները մեծ հոթելների հյուրանոցների մեջ էլ սկսա երկելու, Դուբայում եւ այլն։ Այնտեղ որ աշխատում էի, կարող է սրահի մեջ մի հոգի լինի, կարող է 10, կարող է 100։ Heç կապ չունի, սրահը որ բարապ լինի, մարդը քեզի ասես աշխատավարձը տալիս եմ, դուր ինձ ինչ որ ինձ պետք է։ Այնտեղից իմ մեջս մխրճված է, sense նստած, որ heç կապ չունի, ինչ ալ լինի, դու քո գործը լի պետք է գդարես։ Դրանից հետո մեծ սցենան որքան մեծ փեմը ուրիշ դպավորություն ունի, ուրիշ սկացումներ։ Այնալ որ մեջս մտավ 90-ի վերջերը 2000-ի սկիզբը այս միքսը որ շատ սիրուն գեղեցիկ սկացումներ, այսինքն heç կապ չունի դու որ ես ասում։ Մի հատ մարդ կա, անի արժանի է մաքսիմալնը։ Փեմը սուրբ տեղը, կորձնը, գիտես մարդուն արվեստն է։ Ես ներկայացնում եմ արվեստ ամբողջ ունգընտիրները, նստողները, լսողները, թվիդողները արժանի են լավակույնին։ Դրա համար ինչ որ ես ծրի եմ ստացել, ծրիալ տալիս եմ, աստուծում եմ ստացել եմ իմ դաղանտս։ Դրա համար մաքսիմում, բայց փեմից որ վարիչն ես, են պետք է բրձի վերջանա, այնտեղ գետ, վերջագետ։ Չես կարող փեմի կյանքը ինչացնել ներքև։ Աբա այնա սխալը մեր համաշխարհային երկրների, որոնք ապրում են իրենց կյանքի մեջ, ոնց որ իրեն փեմի վրա են։ Դրա համար փեմը շատ լավ դեղ է։ Փեմը քեզի ծափահարություններով գտիմավորեն սեր գտանք ես, բայց ամեն դեղ նույն բանը չես ստանալու։ Կյանքի մեջ կարող են քեզի հայոյել, վատ բաներ ասել, զամիչյանի ինչպես կսեն քեզի ասեն, ամեն մարդ չի ընդունի։ Դրա համար եթե այն փեմի կյանքը պիտի բերես ներքև, բարձ կյանքի մեջ ապրես, հիվանդ կդառնաս, հիվանդանաս։ Իսկ մինչև հիմա բեմ բարձրանալուց 3 վայրկյան առաջ ինչ եք զգում։ Հուզմունք կա թե էլ չէ։ Մեծ բادرազմ կգնա մեջ մարդուն, կարող է դու գլխուցավ ունենաս, կարող է սրդիցավ, այսինքն սիրտը ոչ հիվանդություն, նեղված լինես, հուզված լինես, հասկացար,
կարող ամեն ինչ լինի։ Հոգնած լինես, շատ միշտ հոգնած, ասեցի 10-րդ օրն երևի չեմ կնել։ Այսօր 3 ժամ եմ կնել միայն։ Եվ այսպես շարունակվում էր, քանի որ այդենց ստացվա, որ մի օր էստեղ էի, մի օր ընդեղ էի։ Թրիչքներով, բայց այն 10 վերջի 10 րոպեները եւ վերջի 10 վայրկյանները րոպեը ինչ որ դառնում է, սպասելը ոնց է գիտեք, որ սպասելու ամենավատը վերջի րոպեները ու վայրկյաններն են, որոնք քեզի մի վայրկյանը մի դարվա նման կանցնի։ Միշտ ան մեջի սկացումը որ են պետք է լինի, եթե որ են գործընծնես արդեն մեռած արտիստ ես։ Եվ պետք է դու խաղաղություն անես քո միտքի եւ քո արած կորձի արդյունքի մասին։ Այն խաղաղությունը peace ոնց որ գաշեն, you have to have a peace inside you։ Մեջդ պետք է սկաս ան խաղաղությունը եւ խաղաղ դուրս սկաս, որ խաղաղությունը դուն բոլորին դաս ուրախությամբ։ Շատ կարևոր է այս բարձունները որ դալիս եք։ Դրա համար փորձում եմ բացատրել նրբություններով, որ հասկանալի լինեն։ Ահա, այս հույզերը եւս մեկ անգամ Աբրահամ Ռուսոն կունենա հունիսի 18-ին արդեն մարզամերգային համալիրում, այնպես որ շտապում ենք այնտեղ, վայելում ենք շքեղ համերգը եւ մաքսիմալ այն տպավորությունները, որը ստանալու եք այնտեղից, հաստատ ձեզ հետ շատ երկար եմ մնալու։ Աբրահամ ջան, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որ մեզ մոտ հյուր էիր եւ ուզում եմ քեզ նվիրել Իջևանի Սարգոն կարմիր չոր գինին, որպեսզի այսպես ցանկացած փոքրիկ հաղթանակ, մեծ հաղթանակ տոնվի հենց այս գինու հետ միասին, որը համոզված եմ քեզ տրամադրություն կտա։ Շատ հրամեցեք, դու էլ հրամեցեք ասեցիք։ Սիրով։ Եվ ուզում եմ քեզ նվիրել նաև բացիկ, արև բացիկը, որտեղ միշտ սիրված երգերից կամ բանաստեղծություններից հատվածներ են, նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների կամ նվերների հետ միասին, վրան գրված է սիրում եմ, իսկ ներսում իհարկե երգի բառերն են Սիրուշոյի, քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել։ Այս բացիկը նվիրում եմ քեզ, դու նվիրիր այն մարդուն, ով այս բառերը քեզ համար է ասում ամեն անգամ։ Մերսի շատ, մերսի շատ, շնորհակալություն։ Սպասենք համերգին։ Համերգը կլինի հունիսի 18-ին ժամը 7-ին։ Ժամը 7-ին։ Երևի։ 7-ին։ 7-ին ասեմ։ 8-ին։ 7-ից սիրերը միջև կան, տեղավորվեն, այո։ Այդպես ասենք, որպեսզի չուշանան։ Հունիսի 18 ժամը 19:00 մարզամերգային համալիր Աբրահամ Ռուսոյի մեծ մենահամերգը։ Դե ինձ ելի հեռուստադիտողներ, մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։